Փորձ համար 2 Բոլորին բարի երեկո, որտեղ մեր մոտ երեկո է։ Հիմնականը ես խոսում եմ իմ մյուս էջով, բայց հիմիկ խոսամ ես մի էջով։ Այս վիդեոյի մեջ կարող լինի կեղտոտ բառեր 25+։ Ես ուզում եմ հասկանամ, ընդհանրապես մեր ժողովրդի հետ ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում մեր ազգի մեծ մասի հետ։ Արդեն երկրորդ անգամ է, 2 օր առաջ խոսացել եմ Հարություն Մկրտչյանի մասին, չէ՞։ Որ ով ուզում է Էջմիածնում քաղաքապետ ընտրվի։ Տակը շռողը։ Կամ մի հատ օկտատեր անազգանոտ չեմ ասի։ Իմ էջը նշելով արդեն երկրորդ անգամը հրապարակում անեմ այդ օկտատերը։ Ինքն էլ Ռոզի Էջմիածնցի է։ Այս իմ խոսալուց հետո այդ հրապարակումը ես կդնեմ իմ Facebook-յան էջում։ Սկրին այսինքն։ Հրապարակման հիմնական իմաստն է, որ Տիգրան Այվազյան ջան, եղբայր, սենց էլի ցիտատա։ Հարություն Մկրտչյանի մասին խոսել այդ նյութը ջնջի։ Հարություն Մկրտչյանը շատ լավ տղա է։ Մի ոնց է գրե։ Մի փորձիր խանգարել մարդկանց։ Իսկ որ այդ մարդը, շարունակում եմ ցիտատը, այդ մարդը սրա նրա վրա գործ է տալի, մի մեղադրի այդ մարդուն, այդ մարդը փող է առնում։ Այսինքն, այդ մարդը փող է առնում։ Այսինքն մեր հայաստանյան իրականության մեջ կամ մի տեսակ, հա, կամ տեսլական տեսակետ, որ գործ տալը փող առնելը դա նորմալ է։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանի Հովանավան կեթալը, իշքան չար ու չատլախ կար հավքել էր հետը։ Հեսա քեզ էլ կանդրադառնամ, գլխավոր դատախազ, բալետ պարող հլարի։ Ինչ է նշանակում մի խանգարի մարդուն, մարդը ոնց էր գրե, չեմ հիշում է բառացի, ուղղակի երկրորդ անգամը նշում է այդ մարդը։ Չեմ ուզում այդ մարդուն, եթե իրական է էջա ֆեյք չի, կոպիտ բառասը, որտեղ ինքը նորմալ գրել է։ Ասենք, ինձ վիրավորական խոսք չի գրե, իմ էջը նշելով, որ ես մտնեմ կարդամ։ Այսինքն Հարություն Մկրտչյանը ձերասելով սրբադասման ենթակա անձնավորություն, ահա, այդ տակը շռելու պատճառով բանակից ազատված է։ Ով իմ եկեղեցու սրբազաններին, եպիսկոպոսներին անվանում է սրբապիղծ, փիլոնի տակ թաքնված, ով սրա նրա վրա գործ է տալի, հա, ով իր հարազատ Զոնքաջի վրա գնաց է գրել, հա, Արաբկիրի ներքին գործերի բաժնում, բայց ինքը լինելով Էջմիածնցի։ Այդքանով հանդերձ դուք փորձում եք ազդեք իմ խղճի վրա, որ արա մոռացեք, ես խիղճ չունեմ։ Խիղճ ասվածը ես միշտ կարամ ցուցաբերեմ որպես մարդ այն մարդու նկատմամբ, ով ունի, չգիտեմ, էլի ասենք, տարական մտածելակերպ, նորմալ մտածելակերպ։ Կամ ի՞նչ է նշանակում, որ գրել ես, ցենց հերրակա քո հետ եմ ուզում խոսամ, չնայած ես կարամ զանգեմ էլ խոսամ, դրա իմաստը չեմ տենեմ։ Այդ մարդուն մի մեղադրի, յանի Հարություն Մկրտչյանին, այդ մարդը գործ տալով փող է առնում, այսինքն։ Այդ բոլորվանից Հայաստանի իրականության մեջ բոզությունը դառավ փող առնելու միջոց։ Կասես մի հատ կբացատրես։ Հարություն Մկրտչյան կարող է քո ֆեյք էջնա։ Կամ դուք այնքան մանրապճեղ եք, որ սուտ ինֆորմացիա ես գրեմ, հեսա կհրապարակեմ ժողովուրդը կտենան։ Դուք մեջտեղ եք քաշում Հարություն Մկրտչյանի երեխեքին, դելով սուտ ինֆորմացիա, որ երեխեքը հիվանդ են։ Ես խոսացել եմ Հարություն Մկրտչյանի մասին, խոսացել եմ, որ իր պապը բոզայել է, իր տատը բոզայել է։ Ես երեխեքին կպել եմ, հա։ Ես Հարություն Մկրտչյանի կնոջը կպել եմ, մտել եմ նեղանձնական շրջան, այդ տարածք, ոչ։ Բայց դուք այնքան ուղղակից թոփալ եք, չեք հասկանում, որ արա երեխեքին խեք մեյդան բերեմ, ես իմիջ անկապ հիվանդություն կապում երեխեքի վրա, որ երեխեքը մեղք են, մի խանգարի էլի ցիտատ է էլի։ Թող այդ մարդը հասնի նրան ինչին ուզում է։ Էլի եմ ասում 25+։ Մի քիչ շատ չի ձեր համար։ Այսինքն, ես պետք է որպես Էջմիածնեցի կամ Էջմիածնում ապրած տղա, ես պետք է sense գլուխս կախ, խոնար սպասեմ, որ ինչ-որ մի հատ Նիկոլ Փաշինյան դվա, հա, սրա նրա վրա ցուցմունք տվող։ Մի հատ պորոտախոս պորճ ընտրվի քաղաքապետ, այդ որն է տես ման գրած։ Շատ էլ հայաստանյան իրականության, այսօրվա իրականության մեջ կա մի հատ իրավիճակ, որ Հայաստանում չեն եմ ասում, քունեմ լավդ Գոմիկ Ռուստամ,
Դու ով ես, որ լրագրողի վրա ձեռս բարձնեմ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, քանի հատ քրեական գործ կա հարուցված մեր հոգևորականների վրա, քաղաքական գործիչների վրա, հա, կամ հասարակ քաղաքացիների վրա։ Հիմա հարց եմ տալի քո նման բալետ պարողին, ասել դոգը, բալետ պարող, մասիկներով բալետ պարող։ Դու այսօր տեսել ես Գոմիկ Ռուստամի խոսալը, հե՞։ Որ ձեռա բարձնեմ լրագրողի վրա, դա ինչ-որ հանցակազ պարունակը մա իրա մեջ, թե որ Նիկոլ Փաշինյան բոզի տղու աջակիցն է, Գոմիկ Ռուստամը անպատժելի է։ Հիմա հասարակ քաղաքացի մեկի վրա փորձեր ձեռ բարձներ, բռնե դուբլե տարետապե փագել եք, չէ՞։ Բա ոնց է լավ գյոթու բոզերը Հայաստանում տեղ ունեն, իսկ նորմալ մարդիկ այդտեն փակվում են։ Հարց եմ տալի քեզ գլխավոր դատախազուհի, դատախազ ես։ Միքայել Աջապահյանը բան չի ասել, ոչ մի բան չի ասել, նույն ձեր դատախազությունը Միքայել Աջապահյանի խոսույթի մեջ հանցակազմ չի գտե, դուբլիկ 2 տարով փագիկ, խի։ Փաստացի կամերաների առաջ բոզի տղեն, հետևից քունվող բոզի տղեն, ձեռա բարձրան լրագրողի վրան։ Բախի են մալի պես կայնած մլիցեկը մի հատ զեն չեն հանում։ Մի հատ չեն ասում այ քունեմ լավըտ, որից քունվող գյոտ, քեզ չես կարամ նորմալ պահես։ Խի որ Փաշինյանի աջակիցն է դրա համար, կողեմ ձեր Փաշինյանին։ Քնած ես այդքան անճաշակ չեմ։ Կամ թե հավքվածներին չեմ ուզում ընդհանուր բան ասեմ, որտեվ այդ հավաքված ժողովրդի մեջ այսօր Հովանավանքում իրոք երևի կային մարդիկ, երև ես վստահ եմ կային մարդիկ, որ իրոք էլի առանց հասկանալու հարցի բուն էությունը գնացել էին պատարակի, մասնակցում էին պատարակի, բայց ոնց ալն որ իշքան չար ու չատլախ կա 750 ոստիկանով սապրավազ զենի միգարկեկով այդ հմեն եկեղեցին պղծելու։ Բա կարգալույցելած քահանան պատարակ համատուցում, էդի սրբապղծություն չի ինչա։ Հմի կասեք կարգալույցանողը կաթողիկոս չի, բա նույն կաթողիկոսն է օրն է դրա քահանա ձեռնադրվելը։ Այն վաղտ որ օծը մեր Տեր Արամին բոզի տղուն, այն վաղտ կաթողիկոս էր, այն վաղտ երեխա չուներ։ Բայց հենց ասես դու եկեղեցական կանոնները խախտել ես, պատարակ ես արես, սխալ ես մատուցել ծառայությունդ, դու այլևս քահանա չես, հելակ, իշքան շիզոֆրենիկ բոզի տղակա, չէ, կաթողիկոսի աստվածը ասնավանի չի, կաթողիկոսը տնի ձեր բերան է, դուք էլ լեմլեմցնելով վայել եք, ում ոչ միայն կաթողիկոսը, բոլոր հոգևորականները, իրաց էց Փարաջասեվ Փարաջան բարձնեն ասեն դե մի հատ եկեք հոտոտեք, Մանվել Սարգսյան, Գորտալինա Մաղսուդյան, որ իշքան չատլախ որ եկեղեցի էր էթեմ, միջև Տեր Արամի գործոնը, հարց եմ տալի բոլորիդ ովքեր այսօր պատարակի եք մասնակցում, միջև ես խժու դժը, գլխավոր գժի մեկ էլ կաթողիկոսի կոնֆլիկտը, հա, ձեզանից այդ այսօրվա պատարակին մասնակցած, ձեզանից քանիսն են ընդհանրապես հաճախ է եկեղեցի, գնաց է եկեղեցի մասնակցե պատարակին, մեծ հարց էլի, որ այսօր ձեզ դրել եք բաբելոնյան պորնիկ, յանıb թե հավատացյալ են, գնացել են, մենես սրտոճը մլիկ, մենես եկեղեցու մեջ ռազմոր կա, այ նզովվածների կուտոք, նզովված եք դուք, նզովված, արա, էլ եմ հարց տալի, միջև ես հոգևորականների հետ Նիկոլ Փաշինյանի կոնֆլիկտը, որը վիզա դրե խարխլի եկեղեցու հիմքերը, որտև եկեղեցին միակ պետական ինստիտուտն է, էլ եմ ասեմ, ես կարամ կաթողիկոսին չսիրեմ անձնապես, բայց ես երբ որ հելնեմ գոռում եմ ձեր նման բոզերի պես, որ իմ կաթողիկոսը կուսակրոնության ուխտ է խախտե, որ իմ սրբազանները վատն են, աշխարհ ընձի ասում այ գանդոն, կոպիտ օրինակ, բա դու ոնց ես ստենդը նստեմ ասեմ դու առաջի քրիստոնյա երկրի ներկայացուցիչ ես, բայց ձեր նմանները այդքանը չեն կարում հասկանան, որտև դուք ձեր էության պոռնիկ եք, դուք ձեր տան կոնֆլիկտը, տան մեջի կոնֆլիկտը, հելնեմ պատում եք հարևաններին, հետո զարմանում եք, թե հարևանները ոնց են խնդում ձեր վրա, հելնեմ ասում եք, գիտես կնիկս բոզա, ես կնգաս բռնել եմ շինվերուց, էնի մոլ եմ շինվում,
Հետո հելնեմ նստում ես հարևանի մոտ, խոսում ես թասիբից, հարևանդ քեզ ասում է, այա գռկա։ Դու չեր ասում կնիգդ բոզա, բա լարի դու հետա։ Խես բա հետուն, բախպեր ոնց լարեմ, էթամ ես էլ հերթ կայնեմ, էդ չեք։ Ու ձեր նման պուպուլիկի կողքի գանգուրիկները այսօր փորձում են օրակարգ թելադրեն Հայաստանում։ Ու շատ եմ զարմանում ես, որ հենց իմ Facebook-յան ընկերների մեջ ով ոնց կուզի դու հասկանա։ Լիքը ընկերներ ունեն, որ ասենք իրանց տեսակով տղա են։ Խոսքի, հա։ Ու այդ տղա տեսակը մի հատ չասեմ քունեմ մորդ, քունեմ լավդ Գոմիկ Ռուստամ։ Դու ես բոզի տղա լրագրողի վրա ձեր բարձնես։ Բայց որ ընդ ինչ-որ մեկը Գոմիկ Ռուստամի վրա ձեր բարձր այդ պուտանկի վրա։ Է որ մի քանի ժամ վաղտ առաջ ասում էր, այո, ես Գոմիկ եմ, ես հպարտ եմ, ես Նիկոլ Փաշինյանի աջակից։ Այսօր ասում եմ, ես պատասխան չեմ ասել։ Լրիվ Նիկոլ Փաշինյան վիճակ։ Լրիվ։ Է որ ասում եմ, խառը որի մեջ բռնում ես, ասում եմ, վա, այսով է բերել տեղավորալ։ Բայց հանգարց մեկը ընդ է փորձեր Գոմիկ Ռուստամին բան ասեր, կամ LGBT համայնքի ներկայացուցիչները։ Համեն մալի պես հավքված մլիցեկը գանգուր պեղերով խուճուճ մազերով։ Ձերբակալել էին, խփել էին հողերուն, քարերուն։ Տարե փագել էին, չէ՞։ Կամ որ դու եկեղեցի ես մտնում Նիկոլ Փաշինյան, ինչ ես խնդրում Աստծուց, եթե դու հայ ես։ Դու հայ չես, դու բոզի տղա ես ուղղակի։ Դու թուրք էլ չես։ Օրինակ այսօր Մարիաթոր Սուրբ Էջմիածնում եւս պատարակ էր մատուցվում, կամ մեկ այլ եկեղեցում։ Ըստ մամուլի տեղեկության Մարիաթորում չգիտեմ, աղոթեցին կամ աղոթ քեղեցին առաստված մեր գերիների համար, որոնք ձեր Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, քանի որ ինքը չմո բոզի տղա է, մինչև մի կիսա հիվանդ, կիսամեռ Բաքվի բանտերում են։ Ով ասում էր, մեր գերիները 2-3 ամիս էլ կսպասեն, նրանք պայքարում են Հայաստանի անկախության համար։ Ու մեկը գողուց չէր ասում, սա լավը քունեմ։ Ոնց հələ մարդն է թման գնումա գերի, խոշտանգվում է, ինքը պայքարում է Հայաստանի անկախության համար։ Ոնց հալնեմ այտենց։ Ոնց հալնեմ, կամ դու քո դեմքը տեսել ես սպորնիկի ծնունդ, երբ որ դու եկեղեցուց դուրս ես գալի, այ հայից աբիժնիկ ագարկա։ Հայից աբիժնիկ ագարկա, ինչքան թարախ ու թույն կա քո դեմքին։ Ու դու այդ դեմքի արտահայտությամբ շրջապատված լինելով, չգիտեմ, 6 հոգեյսյան, 8 հոգեյսյան ախրանեքով դու փորձում ես ինձ համոզես, որ կաթողիկոսը կարգալույց պետք է արվի ու քո նման բոզի տղեն է դա պահանջում։ Ինչի՞։ 44 օրյա պատերազմի օրերին քեզ թե կաթողիկոսին առաջարկվեց կանգնեցնել պատերազմը։ Ու քո նման բոզի տղեն ասես չէ, հոկտեմբերի 19-ին։ Հե՞։ Խի որ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը զոհվել են ավելի քան 1200-ից 1500 տղա։ Այդ տղեկի արյան պատասխանը ով պետք է տա։ Հե՞։ Ձեր նման սրբապիղծ ագարկ եք, հե՞։ Մանվել Սարգսյանն է կայնել լրագրողների հետ խոսում։ Կադրիչ Ներսիսյանը պիտի հետ։ Կադրիչ Ներսիսյանը ցես դաստով կայնի, ցես կայնացնի հերթով ծածնելով է հասավիտ։ Փումփուլիկներով էլ պարեն կողերից։ Կադրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, էսի պետք է հեռանա։ Արա այ գանդոններ, դուք ձեր ասա, դուք ձեր արածի հիմար էլ պատասխան տվեք, եթե տենան որ դուք բեզաչոտիկ բոզի բալաչեք, կասեմ լավ ճիշտ են ասում։ Կադրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, Գարեգին երկրորդը։ Կամ ձեր նման բոզի վաստակներին սրբապիղծ, պեդոֆիլ Ալեն եւ պեդոֆիլ Նիկոլ։ Ով է իրավունքները տվե տեզերական ժողովի կողմից ընտրված կաթողիկոսին կոչել ավազանի անունով։ Հե՞։ Ով է ձեզ դեպի իրավունքը տվե։ Հե պորոզավերներ։ Ռես լրիվ աբսուրդը։ Գալ մի անգամ հələ մարդը գրեր, ասեի ջանդամ, երկրորդ անգամ գրել է, բայց այդ տաղուն չեմ ուզում վատ բան ասեմ, վատ բան իմ հասեն չի գրել։ Եղբայր ջնջի Հարություն Մկրտչյանը լավ, դու կողխեմ Հարություն Մկրտչյանի, չգիտեմ են, տակաշռող տեսակը։ Ես մի ձենս կդրե, որ ինչ-որ զոնքաջի վրա ցուսմունք տվող է, դա դառնա քաղաքապետ, այնեք հորս էլաս չելացին։ Խղճի վրա են ազդեմ, ես խղճի խաչ չունեմ ձեր հանդեպ։ Ջնջի տեսանյութը։ Թանել չէ փրթած մազում։ Խիբը դե ջնջան որ։ Այ դուք այդան ծածի բան արեք, շախի գցեք, հա, որ ջնջի բան Հարություն լավ տղա է։ Պրոստը մի քիչ բոզոտ, հա։
Ես նայեք ոնց եմ սարքեմ սեռական պոլիգոն Հարութին։ Որով գալի իր խռը տնկը հասնում է Հարութի վրան։ Ու հետարքիրը ամենամեծ աբսուրդը, որ հայոց բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի աղբերը, Վազգենի աղբերը, առաջա բրդեմ էիշ միազնում մեկին, ով բանակից ազատվել է տակշռելու պատճառով։ Արա ուրիշ մարդ չկար արամ, հե, թե պստել է Պուտինը մեղավոր, Պուտինն է մեղավոր, եղբորը սարածը պահել էր պետք, Եվ Հայաստանում ընտրություն էին կեղծում, մի ընտրություն կեղծողել միգուցե Վազգենն էլ լավ արե, ասել եմ ու կրդ լավ արե, որ ընտրություն չկեղծեին կամ ընտրակաշառք չբաժնեին, Նիկոլի նման բոզի տղեն վաղուց կործանել էր Արցախն ու Հայաստանը։ Լավ են արե կեղծել են, լավ են արե, չգիտեմ, ընտրակաշառք են բաժնել։ Ընտրակաշառք են բաժնել, ձեր ասելով ժողովուրդը իրա քվեին չի կարծե տերկան, թոչուվեկալ էր ընտրակաշառքը։ Թոչուվեկալ էր։ Գալիս էին ասում են ես 5,000 դրամը վեկալ գնա ընտրի, կամ 10,000 դրամը։ Թվասեր չէ։ Իմ խեռին չէ, ես սպասելու եմ Նիկոլը գա, դառնա մեր վարչապետը, Արցախը տա Թուրքին։ Հետո ասի նախկիններն են մեղավոր։ Բա թողան էին այդքանը։ Գլխավոր դատախազ, հեսա ազգային ժողովի մի հատ նիստ որոլի մոտակա վախտերը, այն ագնոստերը շպակլակի գտնի, ես խավաղ չեմ, քեզ բան չեմ ասե, այն Նիկոլի խորհրդական, կգա ազգային ժողով, կոռուպցիայի հանձնաժողովը Քոչարյանից արգրավել է X քանակի հողատարածք, կոռուպցիայի հանձնաժողովը պետությանն է վերադարձել, յարա լավ, X հողատարածքը ինչ կապ ունի, որ փաստացի, գոմիկ բոզի տղեն ձեռա բարձնեմ լրագրողի վրան, բախի չես ղրգում են մուսկուլներով տղեկին, հրգասալ եմ դրան բերանք սիվայր բերեք դատախազություն, հելի նստի բեյնին, ասամ այդ հոտոտի բոզի տղա, նիսել ասեմ տետը անաչար դատախազ ունեմ, բա չէ, քանի որ պորնիկի տղեն ընդյա, քանի որ ինքը Նիկոլ Փաշինյան, դու ենքան ողորմելի կարգավիճակում ես, որ քո հույսը մնացել է գոմիկ Ռուստամը, այդքան ողորմելի ես դու, այդ կալիբրի խեղճեցը դարել ես ագարջում, Էլ եմ ասեմ 18 թվին, այն որ ավտոմատիկ գյուլի պես եկար, հեմի դարել ես ռագատկի քար։ Ռագատկի քար լրիվ։ Մարդ ով հույսը դրելա, որ գոմիկ Ռուստամը իրա լեգիտիմությունը և հովանավանք այցելելու այդ բանը, գործոնը պիտի պաշտպանի կրծքով։ Գոմիկ Ռուստամը մենակ կարա ոռով պաշտպանի քո անվտանգությունը, մեկ էլ բեյնով։ Ատես լավ չի, բանին բերեիր, ուրա, այն ռեզինի խերծծողին, Ռոման Բաղդասարյան, Ռոմաշկեն, այդան էլ բեր, էդ էլ ասիրեն ոռով պաշտպանել սաղին, ինչ վատավոր, գագրաս չակերտներով, տնեցիկով կհավկվեք, էլի, ասում Հարություն Մկրտչյանը գործը տարի փողը առնեմ գրելա, ու դու ախպեր իրան բան մի ասա, այսինքն բան չասեմ, բա որ ես այդպես բաները չխոսամ կամ չբարձրաձայնեմ, մեծացող սերունդը, ես, Պողոսը, Պետրոսը չխոսան, մեծացող սերունդը ինչ պտի տենա սովորի, Հայաստանյան իրականության մեջ, որ գործ տալը գովելի է, բենիս բոզլելը էդի խրախուսման արժանի է, հա, երկու ֆրոնտով խաղալը խրախուսման արժանի է, Զոնքաջի վրա Զայելենի գրելը խրախուսման արժանի է, տակը շռելու պատրվակով բանակից ազատվելը խրախուսման արժանի է, հա, չանաս ձեզ ինչ եմ ասում, որ եթե ձեր համար գոմիկ Ռուստամը կարալնի հայրեն ասել, ուրեմ ատենց էլ մտածեք, կաթո կտրիչ Ներսիսյանը պիտի հեռանա, Արա ասում եմ լավ, հելա ասողն ով է, կանի նայեմ էլի ասենք Մանվել Սարգսյան, ես իմ Ալինա Մաղսուդյան, ճենջոտ գնել, սիֆիլիստիկ չկայացած դերասան ագարկա, Ավետ Յան, Բարիս Բունիմաստով բոզի տղա,
Մերը յոխվավ դեկանին, որ մնա դեկանի վրեն, դեկան ասաց իցի նախսույ։ Գնա, չեմ ուզում, ճղտերեմ, գնա։ Ատենց բջիպաս մետացավ, մեր Նիկոլի հետ հեզանի վակ կշա։ Հմի տարը հայրենասեր, ագնոսրեք տնակ եա հովանավանք, մարդականակ են ապահովում, այ ճենջեր։ Լրիվ բոզի դարը։ Էլ եմ ասում, այդ հավկված մարդկանց մեջ կարան լինեին մաքուր մարդիկ, ովքեր զուտ առանց հասկանալու, որ եթե էսիս կարգալույց եղած քահանայա, ուրեմն սրա արած պատարակը օրինական ուժ չունի, հոգևոր արժեք չի ներկայացնում։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է կաթողիկոս իրավունք չունի կարգալույցան, իմ հետ հարց տվեք, ասեք պոռնիկի ծնունդ, բայց կաթողիկոսը որ իրան տվել է քահանա, այդ վաղ երեխա չուներ։ Բայց դու ասում ես կաթողիկոսը կաթողիկոս չի, բայց դե արամ ինչ խեռասա տակ դա, հե։ Չեն խոսում, ձեր չի տալի, վիգտնի չի։ Ու այդ խեռա խորոպների կուտոկը, որ այսօր պղծում էին հովանավանքը, իրանց ներկայությամբ։ Իրանց մեկը այդ բոլորիդ հարց, քանի անգամ եք ձեր կյանքի մեջ դուք այցելել եկեղեցի։ Նիկոլներ չեր եմ հովանավանք, ախրանեքով, տակը քաքած բոզի տղեն։ Դուք եկեղեցի գնացող եք։ Չէ։ Որտեվ դուք ուր եկեղեցին ուր։ Մսկիթ, դուք ավելի չոք մսկիթ կմտնեք, ղուրան կկարդաք, քանց թե մի անգամ ձեր կյանքի մեջ Աստվածաշունչը կբացեք, նոր կտակարան, հին կտակարան կկարդաք։ Որտեվ դա ձեզ պետք չի, դուք քաղաքական պոռնիկների կուտոկ եք։ Էլ եմ կրկնում, ինչքան փորձեք արդարացնեք այն մարդկանց, ում մասին ես խոսում եմ բարձրաձայնելով միայն իրականությունը, այնքան ես այդ մարդկանց սարքելու եմ չորի չատաղ։ Դուք շարունակեք հարություն մկրտչան պաշտպանել։ Հաջորդ եթերի վաղ, եթե մի հատ էլ վիդեո եմ տեսել, որ Արամ Զավենի Սարգսյանը այն անալիզի բաժակով կոֆեն ձեռը կայնացա Հարութի կողը, այդ Զոնքաջիվա ցուցմունք տվողի կողը։ Արամ Զավենի Սարգսյան Հարութի հետ հավասար կպնելու եմ քեզ, ոնց ուզում ես հասկացի։ Мне по одному месту, мне похую։ Հասկացար։ Պուտինն է մեղավոր։ Այսքանը։